Եկեղեցական վեհություն ասկի փլուզում։ Երբ եկեղեցականը բարձրանա պատվանդանի վրա ասկին փլուզումի ժամանակ, այն այլևս ոչ վեհություն կներկայացնե, այլ անտարբերության բարձում։ Որովհետև երբ ժողովուրդը սուգի մեջ է, իսկ սրբազանը փառքի բեմի վրա, այդ հարաբերությունը ոչ թե հոգևոր առաջնորդություն է, այլ գույր կառավարում։ Այսօր ադենը չունեցանք աղոտող հոգևորաբեդ, չունեցանք կաթողիկոսը, որ ծնկաչոք ողբա, չունեցանք սրբազաններ, որոնք պիտի ասեին, մենք ենք մեղավորը, որ երկինքը կոծվեցավ մեր երկրեն։ Անոր փոխարեն ունեցանք հանդիսավոր ջարեր, հանդիսավոր զգեստներ, բջնված նկարներ ու արձանագրություններ, որոնք ոչ մեկ բանի կծառայեցնեն, բացի բևերում և հպարտության շարունակություն։ Երբ ասկը կփլուզվի, իսկ եկեղեցին կշարունակե ճակերտյալ վեհարանական ծեսեր, առանց դեմքի արտահայտության և առանց կյանքի մասնակցության, այն ժամանակ հոգևոր հովիվները կդառնան ուղղակի թագավորներ առանց թագավորության։ Մեր պատմությունը հսկա էջերով կվկայե այն օրերու մասին, երբ եկեղեցականությունը եղած է ժողովրդին պաշտպան հալածանքի ժամանակ և տագնապի ժամանակ։ Կաթողիկոսներ եղած են, որոնք փախստական ժողովրդին հետ գալած են, որոնք զենք վերցուցած են ոչ թե սպանելու, այլ փրկելու համար, բայց այսօր ինչ ունենք։ Ունենք լուր խոնարհումը իշխանության առաջ, ունենք հանդարտ համաձայնություն բոլոր այն բաներուն հետ, որ կործանեցին ասկը, ունենք հոգևոր սառնություն, որ ոչ միայն չկանգնեցուց կործանումը, այլ առաքացուց ընթացքը։ Եվ այս բոլորը ծածկված են բարերով, ծածկված են այն խաբուսիկ ճակերտյալ վեհության ներքո, որում մեջ սրբազանը ինքզինք ասկի խիղճ կզգա, մինչդեռ ժողովուրդը կմերժե իր ներկայությունը։ Արդյոք զարմանալի չէ, որ այսօր քաղաքական գործիչը կհղե հավատքի քարոզ, իսկ եկեղեցու սրբազանը կմերժե այդ կոչումը, հասու չէ վերլուծումին ըսելով։ Ոչ, խնդրեմ այսուհետև այլևս ոչ։ Երբ կաթողիկոսը տասնամյակներ շարունակ չգրցավ անգամ մեկ խորհրդածական գիրք գրել, չգրցավ անգամ մեկ աղոթքի ժողով կազմակերպել ամբողջ ազգի համար, երբ իր ներկայությունը ավելի մեծ վնաս բերավ, քան չլինելը, այդ վեհությունը դարձած է տապալում։ Եվ երբ սրբազանը ինքզին կհիշեցնե, որպես նախագահներու խորհուրդ տվող, եթե իր միակ ներդրումը եղած է միտք տալ ռազմական հեղաշրջումի մասին, արդյոք այդ ինչպիսի հոգևոր խոհ է։ Քրիստոս երբևէ զինվորական կարգախոս տվավ Պիղատոսին, կամ Պետրոս առաջարկեց սուր վերցնել և իշխանություն փոխել։ Երբևէ Սուրբ Հոգին ոգեշնչեց հավատացյալը պետական իշխանություն վերցնելու զինվորական ուժով։ Ոչ, այս բոլորը քրիստոնեության հակառակ ոգիներ են, բայց եթե այս բոլորը հնչեն եկեղեցականի լեզվով, բարձ կդառնա, թե ինչքան խորը փլուզումի մեջ ենք։ Եվ դեռ կան մարդիկ, որոնք այս սրբազանները կպաշտպանեն, թե անոնք սխալ հասկացված են։ Բայց հարցը այն չէ, թե սրբազանը սխալ հասկացվեցավ, այլ թե ինք ինչ կհղեր այդ խոսքերով։ Որովհետև երբ միտքը բարակնի չէ, սիրտը չի կրնար միավորել։ Այսօր ունենք կաթողիկոսը, որ լուր է, բայց ոչ լրության սրբությամբ, այլ լրության վախով։ Կաթողիկոսը, որ քաղաքական հանդիպումներու ներկա է, բայց հոգևոր աղետներուն բացակա։ Կաթողիկոսը, որ զվարճանքի հայտագիրներ գնայի, բայց երբ Սուրբ Երուսաղեմը գուլա Արցախյան արյունով ինքը գլրե։ Ու զարմանալի չէ, որ քաղաքական գործիչը, որ գսե Աստված թող առաջնորդե, կդարձվի թշնամի, իսկ եկեղեցականը, որ երբեք Աստծո անունը չարտասանեց, կպահվի որպես վեհազարդ և վեհաբար առաջնորդ։ Սա արդարություն չէ,
Սա քրիստոնեություն չէ, սա իշխանական խաղ է, որում մեջ հոգևորությունը զոհված է։ Եվ ժողովուրդը այլևս չի լրեր, որովհետև ժողովուրդը չուզեց խաբվել այդ չագերդյալ վեհության խաբուսիկ ճարերով։ Ժողովուրդը կփապակի աղոթող, սիրող, բարձ եւ ուղիղ սրբազան, ոչ թե քաղաքական գծակրով առաջնորդվող, այլ Աստծո ջամփով գալող հոգևոր հայր։ Ու եթե այսօրվան եկեղեցականությունը չի վերանայի իր վեհության ըմբռնումը, ապա վաղը ամբողջապես պիտի մերժվի։ Ոչ թե եկեղեցին պիտի մերժվի, այլ այս եկեղեցվո մեջ ստեղծված անձնաբաշտ պաշտոնյայի համագարկը։ Աստված միշտ պահած է իր եկեղեցին, բայց երբ ադոր մեջ կերևան մարդիկ, որոնք Քրիստոսի անունով կգործեն հագա Քրիստոսներու ոգիով, անոնք պիտի քանթվին, որովհետև Աստծո սեղանը չի կրնար կիսվել ոչ ձախու հոգիներու հետ, ոչ քաղաքական գործարքներու եւ ոչ ալ սրբազան անուն գրող, բայց սրբություն չունեցող խավարասերներու հետ։ Ուստի վեհություն երբեք չգա հոգի, գլա թադարգ զանք, եւ երբ խաչը կբահե հոգևոր հբարդությամբ, այլևս չլար փրկության հույս, այլ դարձած է քավության ցուցափեղ։ Արդյոք այս է եկեղեցվո գոչումը։ Ոչ։ Եկեղեցվո գոչումը կամ եկեղեցվո վեհությունը կսկսի խոնարհությամբ։ Եկեղեցվո առաջնորդը պետք է լավ վերջինը բոլորի մեջ, սիրով առաջնորդող, խոնարհությամբ բրգող, արտարությամբ ապաստան տվող։ Ու մինչև այդ չլա, ամեն վեհություն կդառնա ասկի փլուզում։